Առաջին դասարանցիների համընդհանուր գրանցումն սկսվել է հունիսի 15-ից, կշարունակվի մինչև հուլիսի 3-ը ներառյալ։ Կրթության նախարարությունը հայտնել է, որ գրանցումն իրականացվելու է կրթության կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում, որը գրված է մեր էկրանի վրա։ Համակարգում երեխայի գրանցումն ապահովում է ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։ Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտների ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումը կիրականացվի 2026 թվականի հուլիսի 6-ից մինչև հուլիսի 17-ը ներառյալ։ Սահմանված ժամկետում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումն ավտոմատ կերպով կչեղարկվի։ Առաջին դասարան ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են աշակերտի օրինական ներկայացուցիչի դիմումը, որը պետք է պարունակի տեղեկություն օրինական ներկայացուցիչի բնակության վայրը եւ հեռախոսահամարի վերաբերյալ։ Նաեւ պետք է համապատասխանի Վրաստանի ընդհանուր վարչական օրենսգրքի 78-րդ հոդվածի սահմանված այլ պահանջներին։ Օրինական ներկայացուցիչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները եւ Վրաստանի բնակության իրավունք հաստատող փաստաթղթի պատճենները։ Փաստաթղթերն նոտար լեզվով ներկայացնելու դեպքում դրանք պետք է գծվի Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված վրացերեն թարգմանությունը, աշակերտի ծննդյան վկայականը կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը կամ Վրաստանի բնակություն իրավունք հաստատող փաստաթղթի պատճենը։ Վրաստանի կրթության, գիտության եւ երիտասարդության նախարարությունը հորդորում է ծնողներին ուշադիր ծանոթանալ գրանցման ժամկետներին ու պայմաններին, որպեսզի կարողանան ժամանակին եւ անխոչնդոտ երեխային դպրոց ընդունել։